Ուսեր առավոտից 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր Բարի լույս, բարի գալուստ, սուրճ ու սեր առավոտից Տիգրան Հարությունյանն ու Վեգան Ջեսյանն արդեն տաղավարում են եւ պատրաստվում ենք ձեր օրը դարձնել ել ավելի վառ։ Եվ այն էլ ուրբաթօրյա առավոտն ենք պատրաստում վառ դարձնել։ Օգոստոսի 7-ն է օրը ուրբաթ, մենք հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք։ Ուղիղ եթերում ենք ինչպես FM հաճախականությամբ, այնպես էլ on-line հարթակներում մեր կայքում armradio.am եւ մեր էջում Հայաստանի հանրային ռադիո։ Միացեք մեզ, միասին սկսում ենք ամառային առավոտը։ Can sırtı karta tetase zıngır zıngır de can Esorur pate pase zıngır zıngır de can sırtı karta tetase zıngır zıngır de can aşune kaptogalen zıngır zıngır de can Can, yürü kuka veri sare, sare narore, katabi mar kare, kat zorele, kırun kançet sarerun, zıngır zıngır de can, garip gınererun, zıngır zıngır de can. Սուրճ ու սեր առավոտից Կրկին ասում ենք բարի լույս բոլորին, ովքեր օգոստոսի 7-ի առավոտ անցկացնում են մեզ հետ։ Բարի լույս, մաղթում ենք ձեզ ինչպես մենք, այնպես էլ մեր ռադիոլսողներից Ստյոպ Վարդանյանը, որը մեզ է միացել մեր Facebook-յան էջում ու արդեն մեկնաբանություն է գրել, դուք նույնպես կարող եք հետևել նրա օրինակին, մեզ մեկնաբանություններ գրեք, զանգահարեք 553702 հեռախոսահամարով։ Իսկ մինչև դա ժամանակն է ծանոթանալու այն կարևոր տեղեկատվությանը, որ տանից դուրս գալուց առաջ վստահաբար պետք կգա։ 24 աստիճան տաքություն է այս պահին մայրաքաղաք Երևանում, ասենք որ առանց ստեղումների եղանակ է սպասվում ինչպես հանրապետության ամբողջ տարածքում, այնպես էլ մայրաքաղաքում, նաև հավելեմ, որ Երևանում այսօր ջերմաստիճանը կբարձրանա մինչև 35 աստիճան։ Ունենք լավ նորություններ, ունենք նաև քամի։ Երեք երեկոյան էլ կարծում եմ բոլորս վայելում էինք ամառային քամին, չգիտեմ դա բոլոր վարչական շրջաններում էր Երևանի թե ոչ, բայց Աչափնյակում այդ քամին շատ բավականին այսպես ուժեղ էր եւ հաճելի։ Բոլորում էր, այո, բոլոր շրջաններում էր, որովհետեւ հենց այդ երեկոներ, երբ ես կենտրոնից նախ գնացի Կոմիտաս, հետո այնտեղից նոր ու հասկացա, որ ամբողջ Երևանում էր քամի, այնքան բողոքեցինք շոկից, որ Ինչու բողոքեցին։ եղանակ ասաց դե լավ։ Դե լավ։ Կամ ուժգնացում ունենք 15-ից 18 մետր վարկյան արագությամբ,
այս ամենը կպահպանվի մինչև օգոստոսի 11-ը։ Երեկոյան ժամերի մասին է խոսքը, ցերեկը կամի մի սպասեք։ Եղանակի մասին այսքանը, տեղափոխվենք ավտոճանապարհներ, եթե դեմ չես վեգա։ Այո, Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես տեղեկացնում է փրկարար ծառայությունը, ավտոճանապարհներն անցանելի են։ Սա վերաբերում է նաև Ստեփանցմինգդա-Լարս ավտոճանապարհին, Վրաստանից եւ Ռուսաստանից հայտնում են, որ այն նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեսնենք, թե երևանյան ավտոճանապարհները ինչ են ասում այս առումով։ Դե ամառային արձակուրդները, ինչպես ասում են, շարունակվում են դեռ եւ դա նաեւ կարելի է այսպես պրոյեկտել դեպի երևանյան ճանապարհներ 5 բալ է խցանումային նիշ, այսինքն խցանումներ գրեթե չկան այս պահի դրությամբ Երևանում 5 բալը բավականին ցածր է, բայց չգիտես ինչու, ինչպես է հաջողվում մեր վարորդներին այնուամենայնիվ գրանցել ավտովթար, խնդրեմ մեկ ավտովթար գրեթե ազատ ճանապարհի վրա, Կոմիտաս պողոտայի վրա մեկ վթար, առայժմ այլ վթարներ Yandex քարտեզի վրա չեն նշмарվում։ Հուսանք, որ չեն լինի, զգուշ եղեք, զգոն եղեք, կանխատեսելի եղեք, ինչպես սիրում է ասել Տիգրանը, մենք էլ տեղափոխվենք օդային տարածք, որտեղ ի տարբերություն ցամաքայինի բարեբախտաբար խցանումներ չեն լինում, բայց լինում են ուշացումներ, եթե նայենք ժամանումները, ապա ժամը 11-ին Սոչիից նախատեսված թռիչքը կես ժամ ընդամենը ուշացում կլինի եւ վայրեջք կկատարի 11:30, սարսափելի չէ։ Ունենք երկու վաղաժամ նաեւ ժամանում, ժամը 11:10-ի միներալնի ոդից եկող երկու չվերթները փաստորեն շուտ կժամանեն։ Ահա։ Կարծես թե էլի Էլի ուշացումներ, չէ, էլի Դուբայից վաղաժամ, եկող։ Դուբայից եկողն էլ երկուսն էլ վաղաժամ կլինեն, ժամը 11:25-ի փոխարեն 10:39-ը արդեն վայրեջք կկատարեն։ Տեսնենք, թե ինչպիսին է պատկերը մեկնումների դաշտում, ինչ է նախատեսվում այստեղ տեղափոխվում ենք։ թռիչքների հետ կապված։ Թարմացում ենք տալիս եւ տեսնում ենք սանդղակը ինչպիսին է միներալնի ոդից բնականաբար չվերթը կուշանա 10:20-ի փոխարեն այն 11:20-ին կմեկնի եւս մեկ ուշացում Սոչի։ Սոչին, այո, 11:55-ի փոխարեն ենթադրաբար հենց այն թռիչքն է հետ վերադառնալու, որը ժամանելու էր 12:30 տեղի կունենա այս թռիչքը դեպի Սոչի։ Տեղափոխվենք տարադրամի շուկա, տեսնենք Հայաստանի կենտրոնական բանկը ինչ օրվա փոխարժեքներ է սահմանել։ Ըստ կենտրոնական բանկի այսօր ամերիկյան դոլարն արժե 366 դրամ 25 լումա, եվրոն 422.73 է, 4.4 ռուսական ռուբլին 139 դրամ 83 դրամի 83 լումայի է ներողություն համարժեք վրացական լարին, ֆունտ ստերլինգն է 493 դրամ 0.8 լումա, 99 դիրհամը եւ իրանական ռիալը արդեն վաղուց կայուն 0.026 լումա է։ Ունենք մեկ տեղեկատվություն Երևան կետեմ կայքից, մայրաքաղաքի քաղաքապետարանից տեղեկացնում է, որ այսօր օգոստոսի 7-ին ժամը 21:30-ից մինչև օգոստոսի 9 ժամը 19 Խանջյան փողոցի մանկավարժական համալսարանին հարող ուղետարը միջև Տիգրան Մեծի փողոտա Խաչմերուկ երթևեկության համար փակ է լինելու։ Ահա, սա պայմանավորված է ինժեներական ենթակառուցվածքների տեղադրմամբ շինարարությամբ, փաստորեն դե ինչ Դե մենք սովորենք շինարարության, մեզ մոտ ճանապարհները հիմնականում քանդվում են, բայց հուսանք, որ արագ պետք է որ սարքվեն, ասֆալտապատվեն, վարորդները ուշի-ուշով սպասում են։ Դες մենք շարժվում ենք առաջ։ Always wanna bring you near, 'cause you bring a smile right here. You chase away my darkest hours when we go walking. Sunlight's all around you, it's all around you. And did I mention you always bring me back with your pure intention, baby. Wanna get with me? There's something that I gotta do.
Այս ամառվա այսպես խելահեղ հիթերից մեկը Մադոննա եւ Քայլի Մինոգի կատարմամբ Love Sensation, իսկ մենք շարունակում ենք 9:42. Տիգրան, ես հասկանում եմ, որ եթե առավոտյան ծրագիրը չվարեի, ամբողջովին հետ էի մնալու փոփ բազմաթիվ կատարումներից, որովհետեւ քեզնից եւ Սևակից եմ բազմաթիվ նոր ռելիզների մասին իմանում, ինչի արդիվ շնորհակալություն հայտնեմ եւս մեկ անգամ իմ երաժշտասեր գոլեգաներին։ Եկել եք շնորհակալ, աշխատում եք, մի նորություն էլ կա, քիչ անց կներկայացնեմ։ Ահա, հրաշալի։ Տեղափոխվենք պատմության էջեր, հասկանանք, թե միջազգային ազգային օրացույցներն ինչ են ասում օգոստոսի 7-ի հետ կապված, ասացի օգոստոսի 7 ու հասկացա, որ ամռանը բան չմնաց։ Բա Գարեջերի միջազգային օրն է այսօր, շնորհավորենք բոլոր գարեջերասերներին, բայց խոսքը որակյալ գարեջերի մասին է, որ կարող ես ըմպել ու ըմպել։ Այո, եւ ի վերջո գարեջուրը հաճելի է, երբ հենց հաճույք ստանալու սահմաններում էլ պահում եք եւ չեք շարաշահում, այնպես որ այո, որակյալ գարեջուր ճիշտ քանակությամբ եւ ամառը ավելի հաճելի կդառնա։ Մի կարևոր օր է նշվում այսօր միջազգային օրացույցում, որին այսօր անպայման դեռ կանդրադառնանք ծերերին խնամողների օրն է այսօր։ Այսօր նաև պրոֆեսիոնալ խոսնակների օրն է։ Ուզում հասկանալ սա մեզ առնչվում է թե ոչ։ Կարծում եմ այո։ Դե ինչ որ քաղաքական գործիք խոսնակ չենք հանդիսանում, բայց ամեն դեպքում խոսնակներ, այո, իհարկե։ Կան եթերում խոսնակներ դեռ։ Մեկ էլ եթերային խոսնակներ են։ Շնորհավորենք։ Այո, շնորհավորենք մեր բոլոր գոլեգաներին եւ քեզ հարցնեմ, երբ նվերներ ես պատրաստում ինչ որ մարդկանց համար, հատուկ փաթեթավորում անում ես, թե այսպես ամփույթ ինչ որ բանի մեջ շեշտում։ Ինձ համար առաջնայինը փաթեթավորումն է, էսթետիկ։ Ուրեմն այսօրը քեզ դուր չի գա։ Հետո նոր մեջ։ Նվերի բանակ։ Ուրեմն քեզ այս տոնը չի վերաբերում, որովհետեւ այսօր ամփույթ փաթեթավորման օրն է նշվում։ Ես պատկերացեցի սկոչերը կողքից դուրս եկած, այսպես թուղթը շատ վատ կտրած, վատ դիզայնով, չէ, սա էսթետիկ համար չէ։ Տեղափոխվենք ազգային, այո, օրացույց, սկսենք նահանգներից, նարնջակ, այստեղ Purple Heart Day, մանուշակագույն սրտի օրն է այսօր, չգիտեմ թե սա ինչ է խորհրդանշում, բայց գունավոր սրտիկների օրն է այսօր, այո։ Նաև Փարոսի ազգային օր են նշում ամերիկացիները այսօր, սերուցքով արքայամորու ազգային օր, ընտրեմ եւս մեկ։ Տեսնենք թե այլ երկրներում ինչ կա, կարծես թե Անգլիայում են այսօր սահմանադրության օրը նշում, սա կարծում եմ կարող եմ նաև ստուգել զուգահեռ։ Տեղափոխվենք Ռուսաստանի Դաշնություն, որտեղ այսօր նշում են հատուկ կապի եւ ինֆորմացիայի ծառայության օրը։ Նաև նշում են Ռուսաստանում ամորիների համառուսաստանյան օր։ Այսպեսի օր կա պաստորից, չգիտի։ Նաև աստղեր համրելու օր են նշում ռուսները, երևի թե այսքանը ազգային օրացույցներից, տեսնենք թե ինչ հետաքրքիր դեպքեր եւ իրադարձություններ են գրանցվել տարիներ առաջ այսօրը, օգոստոսի 7-ին։ Չնայած այն բանին, որ կարծես թե մեր գործընկերները փոքր-ինչ վրիպել են անվան հետ կապված եւ փաստորեն Անգլիան չունի որպես այդպեսին սահմանադրության պաշտոնական օր, բայց փոխարենը 1993-ի հենց այսօրն է Բուքինգեմյան դղյակի մի մասը բացվել զբոսաշրջիկների համար։ Ահա, պարզեցիք։ Այո։ Կեցես։ 1970 թվականին անցեկացել շախմատի առաջին համակարգչային մրցաշարը։ Դեռ այն ժամանակ AI չկար։ 1960-ին Կոտ դ'Իվուարն անկախություն է ստացել Ֆրանսիայից։ Իրադարձություններից երևի թե այսքանը տեղափոխվենք ծնունդներ, տեսնենք թե ինչ կարևոր անուններ են լույս աշխարհ եկել այս օրը ֆուտբոլասերների համար, ասենք, որ այսօր Վալտեր Բիրսայի ծննդյան օրն է, նա 1986 թվականի այսօրն է ծնվել։ Այսօրն է ծնվել հարավաֆրիկյան եւ ամերիկյան կինոդերասանուհի Շարլիզ Թերոնը, նրա ծննդյան տարեթիվն է 1975-ը, 2003 թվականին նա դարձել է Օսկար մրցանակի դափնեկիր, Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում հրեշը ֆիլմում դերի համար։ Հանդիսատեսին հայտնի է նաեւ նրա Սատանայի փաստաբանը, Հզոր Ջոյանգը, Քաղցր նոյեմբեր, Հենքուք եւ այլ ֆիլմերը։ Իդեպ Տիգրան հրեշում նա իսկապես հրաշալի է, առհասարակ նույնիսկ չես կարողանում ճանաչել, որ դա Շարլիզ Թերոնն է եւ ասում են, որ շատ լուրջ հոգեբանական խնդիրներ է ձեռք բերել այս դերից հետո, որովհետեւ մեթոդային խաղ է կիրառել, երբ ամբողջ ընթացքում փորձում են այդ դերի մեջ մնալ, ինչը արդյունքում շատ լուրջ ազդեցություն է ունեցել դերասանուհու հոգեբանության վրա։ Ջիմի Ուելսը, ամերիկացի ձեռնարկատեր, Վիկիպեդիայի համահիմնադիր, ծնվել է 1966 թվականի այսօրը։ Եվս մեկ դերասան օպելար ունենք այսօր, ամերիկացի դերասան Դեվիդ Դուխովնիի ծննդյան օրն է այսօր, նրա ծննդյան տարեթիվն է 1960-ը, Գաղտնի նյութեր հեռուստասերիալում խաղացած դերի համար նա արժանացել է ոսկե գլոբուսի։
Տեղափոխվենք հետ խորհրդային շրջան Այո։ եւ այս շրջանում շատ հայտնի եւ սիրված երգչուհի Սոֆիա Ռոտարոյի ծննդյան օրն է փաստորեն այսօր երգչուհին 1947 թվականի այս օրն է ծնվել։ Եվ հենց հիմա էլ մենք արեթը բաց չենք թողնի եւ կլսենք երգչուհու կատարումներից մեկը։ Ты приснился мне однажды, летней ночью ты приснился. Я тебе открыла сердце, чтобы сон однажды сбылся. Ты дарил мне южный ветер, ты дарил мне теплый вечер, и судьба благословила ожидание нашей встречи. Я назову планету именем твоим, и будет мир принадлежать всегда лишь нам двоим. Твоей безоблачной вселенной стану я. Ты любовь моя, ты любовь моя. Я назову планету именем твоим, и будет мир принадлежать всегда лишь нам двоим. Твоей безоблачной вселенной стану я. Ты любовь моя, ты любовь моя. Два пути пересекутся. Знаю я, что это значит. То, что мир сегодня станет на одну любовь богаче. Для меня ты станешь небом, о котором я мечтала, чтобы я была с тобою, чтобы я не улетала. Я назову планету именем твоим, и будет мир принадлежать всегда лишь нам двоим. Твоей безоблачной вселенной стану я. Ты любовь моя, ты любовь моя. Я назову планету именем твоим, и будет мир принадлежать всегда лишь нам двоим. Твоей безоблачной вселенной стану я. Ты любовь моя, ты любовь моя. Я назову планету именем твоим. Я назову планету именем твоим, и будет мир принадлежать всегда лишь нам двоим. Твоей безоблачной вселенной стану я. Ты любовь моя, ты любовь моя. Я назову планету именем твоим, и будет мир принадлежать всегда лишь нам двоим. Твоей безоблачной вселенной стану я. Ты любовь моя, ты любовь моя. Твоей безоблачной вселенной стану я. Ты любовь моя, ты любовь моя. Հիշեցինք այն ժամանակները, երբ Սոֆիա Ռոտարոն մեզ մոտ մեծ դահլիճներ էր լցնում, հավաքում այսպես ասած մեծ հանդիսատես, նաև բացօթյա մարզադաշտի նրա ելույթները։ Այսօր երգչուհի ծննդյան օրն է, այդ իսկ պատճառով մենք վերհիշեցինք նրա հիթերից մեկը։ Ինչպես Տիգրանը արդեն նշեց, այսօր նաև գարեջրի միջազգային օրն է։ Իհարկե, մեր գարեջրասեր ռադիոլսողները մեզ չէին ների, եթե մի քանի հետաքրքիր փաստ առանձնացրած չլինեին գարեջրի մասին։ Դե ով չգիտի, որ գարեջուրը աշխարհի ամենահին ալկոհոլային խմիչքներից մեկն է, հնագիտական տվյալները ցույց են տալիս, որ այն պատրաստվել է առնվազն 5000-ից 7000 տարի առաջ Միջագետքում։
Դե գիտեք, որ բաղադրիչներն են ջուրը, գարին, խմորասնկերը, որոշ տեսակներում ցորեն է օգտագործվում, տարեկանի կամ այլ հացահատիկներ եւ պարզվում է, որ իրականում շատ ավելի կարեւոր դեր ունի գարեջրի համի հետ կապված ջուրը, որովհետեւ դրա 90-95%-ն իրականում ջուրը, հետեւաբար որքան ավելի համեղ է տեղի ջուրը, այնքան ավելի լավն է գարեջուրը։ Սա մի փոքր վիճելի փաստ է։ Ասա ինչու։ Տես, Եվրոպայում ջուրը համեղ չէ։ Բայց գարեջուրը լավն է։ Մեզ մոտ ջուրը շատ համեղ է։ Դե չի ասի գարեջուրը վատն է, բայց չունի այն համը, որը ունի, ասենք, եվրոպական գարեջուրը։ Ինչ կասես։ Ես Եվրոպայում գարեջուր կարծում եմ չեմ խմել, կամ եթե խմել եմ չեմ հիշում։ հիշում։ Շաշակել չեխական եւ գերմանական գարեջուր։ Կարծում եմ չեմ խմել։ Գերմանիայում խմել եմ գարեջուր, բայց ոչ ալկոհոլային։ Համեղ էր շատ, բայց ոչ ալկոհոլային էր, դրա համար ամբողջովին կարծում եմ իրավունք չունեմ կարծիքը արտահայտելու։ Դե գուցե այստեղ նաև դեր է խաղում գայլուկի որակը, որը ոչ միայն դառնություն եւ բույր է հաղորդում, այլ նաև օգնում է խմիչք ավելի երկար պահպանել։ Իդեպ գարեջուր պատրաստելու եւ հաց թխելու համար օգտագործող այդ խմորասնկերը իրականում հարազատ տեսակներ են, չնայած որ նաեւ տարբեր են եւ տարբեր նպատակների համար են ընտրվում եւ Տիգրան, որպեսի անկեղծ լինենք, նշենք նաեւ որ հենց սրանք են պատճառը, որ գարեջուրը ամենաշատ կալորիականություն ունեցող խմիչքներից մեկն է եւ հատկապես մուգ գարեջուրը շատ գիրացնում է։ Այո, դա նկատի ունեցեք օգտագործելիս։ Առաջարկենք ռադիոլսողներին մեզ չաթում թող գրեն թե որ երկրի գարեջուրն են նախընտրում առասարակ։ Իհարկե սա ալկոհոլային ռոպագանդա չէ, սիրելի ռադիոլսողներ, ամեն ինչ չափի մեջ, այսօր պարզապես գարեջրի ծննդյան օրն է, ամբողջ աշխարհն է դա նշում։ Դες մենք շարունակենք արխիվում լուրերի թողարկումն է մեզ մոտ ժամը 10-ի, որից հետո մենք շարունակենք արդեն մեր հյուրասրահում։ What's up? Come pull up in my spot. Let's keep the night glowing. I don't ever wanna stop. I'll never leave this floor. I'ma need a blow. Sky is turning blue. Let it clear the slow whip stain on the rim. Pace is about to blow. Sinking in my teeth. I bite tongue. Please, do you think about what it might mean? 'Cause I dream about you in my sleep. Could you ever love someone like me? In the end, I hope it's you and me. In the darkness, I would never leave.
Սուրճ ու սեր առավոտից։ Կրկին ասում ենք բարի լույս նրանց, ովքեր շարունակում են լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Մեզ մեր ռադիո լսողները հասցրել են միանալ նաև մեր Facebook-յան էջում, մեզ բարի լույսներ են մաղթում Լևոն Աթյանը, Էդիկ Բաբուջյանը, Արմեն Աբրահամյանը, նրանք բոլորը գրել են բարի լույս, ողջույններս Էդգար Սիսակյանի կողմից, Անետ Ադամյանն էլ բարի լույս եւ բարի օր է մաղթում բոլորիս։ Ողջունում ենք եւս մեկ անգամ բոլորին նրանց, ովքեր օրը սկսում են հանրային ռադիոյի առաջին ալիքի հետ, մասնավորապես ամեն աշխատանքային օր ժամը 9:30-ից Սուրճ ու սեր առավոտից հաղորդումն են լսում։ Այո, մինչև ժամը 11-ը դեռ լինելու ենք միասին, ինչպես գիտեք, րոպեներ անց կունենանք փոքրիկ լրատվական դադար, որի ընթացքում մեր գործընկերը մեզ կներկայացնի վերջին ժամվա ամենակարևոր նորություններն ու իրադարձությունները, այնուհետև լրատվական դադարից հետո տաղավարում կլինի մեր հյուրը, եւ եթերի ամբողջ ընթացքում կշարունակենք նաեւ վայելել լավ երաժշտություն ու գուցե նաեւ հետաքրքիր նորություններ ինչպես մարզաշխարհից, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններից, այնպես որ առաջիկա 1 ժամը նույնպես շարունակեք անցկացնել մեզ հետ։ Նաև ծանոթենք, թե հյուրասրահում այսօր ինչ թեմա ենք շոշափելու։ Հիշեցնենք եւս մեկ անգամ, որ օգոստոսի 7-ը ծերերին խնամողների միջազգային օրն է եւ այդ առիթով մեր հյուրի հետ մենք կզրուցենք հենց ծերերի խնամքի մասին։ Այո, շատ կարևոր թեմա եւ մարդիկ, որոնք այս կարևոր նախաձեռնությամբ հանդես են գալիս, չէին կարող նրանց չհյուրընկալել տաղավարում, բայց հիմա արդեն ժամանակն է խոսափողը զիջելու մեր գործընկերոջը եւ նրան մաղթելու բարի լույս։ Կարեն Ղազարյանն է տաղավարում լուրեր հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարի լույս հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լրատվական ծրագիրը, տաղավարում Կարեն Ղազարյանն է։ Ղրղըզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում այս պահին ելույթ է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանը հետևողականորեն հավատարիմ է Եվրասիական տնտեսական միության հիմքում ընկած սկզբունքներին, հայտարարել է վարչապետ Փաշինյանը։ Նա շեշտել է, որ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր սկզբունքներից մեկը ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումն է։ Մեջբերում ցավոք այդ սկզբունքները գործնականում լիովին չեն իրականացվում, որոշակի սահմանափակումներ եւ վարչական միջոցառումներ շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը, նվազեցնելով գործարար պայմանների կանխատեսելիությունը եւ ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը, նշել է վարչապետը։ Նա հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն ապահովում է Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների գործող սուբյեկտների գործունեության համար առավել բարենպաստ, հավասար եւ ոչ խտրական պայմաններ։ Մենք կարծում ենք, որ նմանատիպ քաղաքականությունը պետք է կիրառվի Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում Եվրամիության օրենսդրությանը համապատասխան համաձայնեցված ընթացակարգերի հիման վրա եւ իրավասու մարմինների միջև կառուցողական փոխգործակցության միջոցով, ասել է վարչապետ Փաշինյանը։ Վարչապետը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն ի գիտություն է ընդունել Եվրամիության 4 ԵԱՏՄ 4 անդամ պետությունների ղեկավարների 2026 թվականի մայիսի 29-ի հայտարարությունը, որով նրանք աջակցություն են հայտնել Հայաստանում Եվրամիության անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու գաղափարին։ Ինչպես գիտեք, 2025 թվականին Հայաստանն ընդունեց օրենք Եվրամիության անդամակցելու գործընթացը սկսելու մասին։ Այս օրենքի ընդունման ռազմավարական նպատակն է մեր երկրի համար այլընտրանք ստեղծելը։ Մենք հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միությանը եւ Եվրամիությանը միաժամանակ անդամակցելը անհնար է, սակայն միայն այս օրենքի ընդունումը չի նշանակում, որ Հայաստանն այժմ հնարավորություն ունի դառնալու Եվրամիության անդամ։ Երբ Հայաստանը վերջնականապես պատրաստ լինի ԵՄ անդամակցությանը, դա նաև չի նշանակում, որ մեր երկիրը կկարողանա միանալ Հայաստանի քաղաքացիների կառավարմանը առանց նախնական ինստիտուցիոնալ նախապատրաստության։
Նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ կլինի պաշտոնական դիմում ներկայացնել ԵՄ-ին անդամակցության համար։ Դրանից հետո անհրաժեշտ կլինի ստանալ ԵՄ անդամակցության թեկնածու պետության կարգավիճակ, պարզաբանել է վարչապետ Փաշինյանը։ Վարչապետի ելույթը այս րոպեներ առաջ ավարտվել է, այլ մանրամասներ մենք կներկայացնենք մեր հետագա թողարկումներում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։ Ուղերձում մասնավորապես ասված է. Հայաստանը միավորված ազգերի կազմակերպության կարևոր գործընկեր է մեր ընդհանուր նպատակներին հասնելու գործում, որոնք կենտրոնացած են կայուն զարգացման 2030 թվականի օրակարգի շուրջ։ ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել ձեզ կառավարությանը եւ Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում, մասնավորապես շեշտել է Գուտերեշը։ Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մոնիկա Սիմոնյանը մասնակցել է Հիրոշիմայի ատոմային ռմբակոծության զոհերի ոգեկոչման 81-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ Նշվում է, որ այս տարի Ճապոնիայի բարձրաստիճան պաշտոնյաներին եւ Հիրոշիմայի բնակիչներին էին միացել 121 երկրների ներկայացուցիչներ հարգանքի տուրք մատուցելու ատոմային ռմբակոծության զոհերին եւ աղոթելու աշխարհում հարատև խաղաղության հաստատման համար։ Միջոցառման նախօրեին դեսպանն այցելել է նաև Հիրոշիմայի խաղաղության հուշահամալիր ծաղիկներ խոնարհել ատոմային ռմբակոծության զոհերի հուշաքարի մոտ։ Բոստոն կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ակադեմիական ղեկավար պրոֆեսոր Անանթա Չանդրակասանին, քննարկելու Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացման եւ ինստիտուցիոնալ համագործակցության հաստատման հնարավորությունները, այս մասին հայտնում է դեսպանությունը։ Հանդիպման առանցքային թեման եղել է Հայաստանի ակադեմիական քաղաք նախագծի շուրջ համագործակցության հեռանկարը։ Կողմերը քննարկել են MIT փորձի եւ փորձագիտական ներուժի ներգրավման հնարավորությունները նպաստելու նախագծի մշակման եւ կատարման գործընթացին։ MIT-ի ակադեմիական ղեկավարն ընդգծել է ակադեմիական քաղաք նախաձեռնության կարևորությունը եւ պատրաստակամություն հայտնել համագործակցել հայկական կողմի հետ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 6-ին ընդունել է Subway միջազգային բրենդի տարածաշրջանային գլխավոր տնօրեն Էֆե Չելիքին եւ հայ ներդրող Լևոն Հայրապետյանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել էկոնոմիկայի նախարարությունը։ Քննարկվել են Subway միջազգային արագ սննդի ցանցի Հայաստան մուտք գործելու եւ 60-ից ավելի մասնաճյուղերի բացման հնարավորությունները։ Յուրաքանչյուր մասնաճյուղի ներդրումը կկազմի մոտ 150,000-ից 300,000 ամերիկյան դոլար։ Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ծրագրի իրականացումը կարող է նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, միջազգային ֆրանչայզինգի մշակույթի զարգացմանը, տեղական մատակարարների ներգրավմանը, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում միջազգային չափանիշների ներդրմանը։ 1-2 լուր օրվա միջազգային լրահոսից Իտալիայի իշխանությունները 27 խոշոր քաղաքներում վտանգավորության առավելագույն մակարդակ են հայտարարել անոմալ տապի պատճառով, այդ մասին հաղորդում է ANSA գործակալությունը։ Ըստ հրապարակման առաջին անգամ բոլոր 27 խոշոր քաղաքները, որոնց Իտալիայի առողջապահության նախարարությունը հետևում է տապի մասին նախազգուշացումների համակարգի շրջանակներում, օգոստոսի 6-ին տագնապի առավելագույն կարմիր մակարդակի վրա են գտնվել այս տարի երկրում տապի 4-րդ ալիքի ֆոնին։ Նշվում է, որ ըստ կանխատեսումների ուժասպառ անող տապը, որի դեպքում ջերմաստիճանն առանձին շրջաններում հասնում է 40 աստիճան Ցելսիուսի, կպահպանվի առնվազն եւս 10 օր։ ANSA-ն պարզաբանում է, որ կարմիր նախազգուշացումը երրորդ մակարդակը նշանակում է տապի պատճառով արտակարգ իրավիճակ երկարատև սաստիկ շոկ ու բարձր ընդհանուր ռիսկ առողջության համար, նույնիսկ երիտասարդ եւ առողջ մարդկանց համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել, սակայն մանրամասներ չի ներկայացրել։ Մենք աշխատում ենք դրա վրա, կարծում եմ, առաջընթաց ունենք։ Ես կարգավորել եմ 8 պատերազմ, կարծում եմ, որ սա թերևս ամենահեշտերից մեկը կլինի, սակայն այն ամենաբարդը դարձավ, բայց առաջընթաց կա, ասել է ԱՄՆ նախագահը։ Ելույթի հեռարձակումը կատարվել է Սպիտակ տան YouTube-ի ալիքով, Թրամփը նաև հակամարտությունը բնութագրել է որպես շատ դաժան եւ նշել, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների միջև շատ ատելություն կա։ Նախորդին Financial Times-ը հղում անելով իր աղբյուրներին հայտնել է, որ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Ուկրաինային մատակարարել Patriot համալիրների համար նախատեսված լրացուցիչ հակահրթիռներ, որպես պատճառներից մեկը նշվել է այդ սպառազինության անհրաժեշտությունը Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտների պաշտպանությունն ապահովելու համար։ Այս ժամի համար այսքանը, տաղավարում էր Կարեն Ղազարյանը, ռադիոլուրի հաջորդ թողարկմանը սպասեք ժամը 11-ին։ This song is dedicated to my Bengali. Սուրճ ու սեր առավոտից։ Ամառը Երևանում Ամառը Երևանում Ամառը Երևանում Ամառը Երևանում Երևանում սպասվում է դժիկ եղանակ։ Հյուսիսային բողոքան անունը չի արդարացնում Հանվածնում արևն ու երման ասֆալտին ապարկացնում Շոքից նույնիսկ ծառերը հովուստներ են ման գալիս Միևնույն է Երևանը ձգում է ինչպես մագնիս Հունիս թե հուլիս, սովելիս, պիտքա սերևան թե պարեգամոնիս Ունիս թե ճունիս թե հայդ ու եղնիս, պիտի տնեսիս տոնսերը առնիս թրնիս Ամառը Երևանում Ամառը Երևանում Ամառը Երևանում Ամառը Երևանում Անձնագիրս ուրախանում է Դեպի Երևանից ում սստանում է Ուրելին ես ովելին ես իմ բարեկամ Ամառս ես տնես կգաս Երևան Летим в Ереван, это Новокаяна Там на машине наш Ереван Под Армянск мотив, по луках Цергини места лиса, потив Хезгитин Сивани Ծավը տանեմ մեր Երևանի Ամառը Երևանում Ամառը Երևանում Ամառը Երևանում Ամառը Երևանում Հալվում է սիրտս, ախ ինչ լավն ես իմ քաղաք Լավն ես իմ քաղաք, լավն ես իմ քաղաք Դու ծառերի և բետոնի հանրավակ Իմ մայրաքաղաք և հայրաքաղաք Հալվում է սիրտս, ախ ինչ շոք այլանդակ Տոթ այլանդակ ու տապ այլանդակ Խնդրում եմ հովացրու իմ սիրտը պուլպուլակ Սարը պուլպուլակ, just պուլպուլակ Oh my god, լոսից դու ծրար, չերես կատար, հասար պարակար Ռեկետոն, մատտան կենտրոն, աբովյան տումանյան Let's have some fun, կասկադու տեյան Always number one, բողոց այդ նովա դե Paris not over Բայց գիշերը հովա Ամառը Երևանում Երևանում Ամառը Երևանում Երևանում Ամառը Երևանում Մարը կարակում Արի միատել La 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 la
Սուրճ ու սեր առավոտից։ 12 օգոստոսի 7-ն է, դուք շարունակում եք լսել եւ դիտել Հայաստանի հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Ինչպես եթերաժամի սկզբի հատվածում նշեցինք, այսօր մի կարևոր միջազգային օր է նշվում, տարեցների խնամքի օրն է այսօր եւ կան մարդիկ, որոնք այս պատասխանատու, բարդ եւ կարևոր գործով զբաղվում են եւ նրանցից մեկը մեր տաղավարում է։ Սիրով ներկայացնեմ մեր հյուրին Արևմեծ տարեցների եւ հիվանդների ստացիոնար խնամքի կենտրոնի տնօրեն Հայկ Նասիբյան է մեր հյուրն այսօր, բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես եք նշում սովորաբար այսօրը։ Կայպսի միջոցառում, միասին, այդպես սեղանի շուրջ, Տարեցների հետ թե սեղանի սուրճ, հա։ Ինչպես է։ Ինչ խորհուրդ ունի առհասարակ այսօրը ձեզ համար։ Տարեցներին եւս մեկ անգամ Գնահատելու, հատելու շնորհակալություն հայտնելու ուշադրության կենտրոնում պահելու։ Որպես կենտրոնի տնօրեն առհասարակ այ նաև օրը հա յուրատեսակ ամփոփում է խնդիրների, այ ինչի մասին կցանկանայիք բարձրաձայնել, որոնք են հիմնական խնդիրները, որ այսօր առկա են մեր երկրում։ քիչ ուշադրության կենտրոնում լինելը տարեցների։ Բայց մենք հայերս առհասարակ հարգող ազգ ենք, հա, փոքրերը հարգում են մեծերին։ Շատ տարիներ առաջ ես հիշում եմ, որ այ ավտոբուսներում տեղ էին զիջում, մետրոյում տեղ էին զիջում, հիմա էլ պահպանվել է massամբ կարելի ասել, massամբ։ Մենք մեր տարիքային խումբը այո։ Հիմա կամաց Այդ ավանդույթը կարծես կորում։ Ինչպես ստեղծվեց կենտրոնը, ինչպես հասկացաք, որ նման կենտրոնի կարիք կա, որքան ժամանակ է որ գործում է եւ հիմնականում ինչով եք զբաղվում, խնդրենք պատմեք մի փոքր։ Տեսեք, կենտրոնը ստեղծվել է 2020 թվականին, COVID-ի ժամանակ։ Երբ որ հիվանդանոցներում այլևս տեղ չկար։ 20 թվականին ստեղծվել ենք զուտ նրա համար, որ տեղ չկար հիվանդանոցներում։ Ու մինչ այսօր աշխատում ենք։ Օգոստոսի 15-ին լեռանումա 6-ամյակը մեր։ 6 տարի փաստորեն արդեն կա։ Իսկ այդ Ես հենց նոր ժամանակ հասկացա, որ COVID-ից 6 տարի անցել է։ Ես էլ ինչքան արագ ես կապես ժամանակը թռչում։ Նմանատիպ կենտրոններ քիչ չեն այսօր Հիմա Երևանում։ քիչ չեն։ Իսկ այն ժամանակ երբ նոր եք Այն սկսում։ ժամանակ 2-3 կենտրոններ։ Ահա։ Իսկ ինչպես է տեղի ունենում, ովքեր են ձեր շահառուները, բուժառուները, ընտանիքի անդամներն են գրանցում, այսպես ասած, տարեցներին, թե ինչ տեսակ օգնություն եք ցուցաբերում եւ արդյոք նրանք մշտապես են լինում ձեր խնամքի կենտրոնում, թե ըստ անհրաժեշտության գալիս են, հետո գնում են։ Տեսեք, ըստ անհրաժեշտության կան տարեցներ, որոնք հետ ինսուլտային կամ հետ կոտրվածքային կամ հետ վիրահատական կան տարեցներ, ովքեր որ ունեն գլխուղեղի հետ կապված հիվանդություններ, որը որ այժմ շատ տարածված է արդեն, դեմենցիան, ալցգեյմեր, պարկինսոն, այն որ ասում ենք տատիկի հիշողությունը կորցրել է։ Ահա։ Այդ ինքը հիվանդություն է։ Ու հիմա ըստ համաշխարհային առողջապահության կոմիտեի բնակչության մոտավորապես 25%-ն է։ Այո, դա շատ տարածված է, Շատ իրականում։ լուրջ բան է։ Քանի աշխատակից ունեք եւ անձնակազմ մեծ է արդյոք թե ոչ։ Թե չեմ սխալվում 9 9 հոգի կարողանում են 24/7 ռեժիմով խնամել եւ ուշադրության կենտրոնում պահել տարեցներին, իսկ տարեցները շատ են մոտավոր այդպես 10-ից ավել։ Տեսեք, կարծատիպ կար տարիներ առաջ, երբ տարեց անձնավորությունը հայտնվում էր նման կենտրոնում, ինչ որտեղ դրա մասին չէին ուզում բարձրացնել, ամաչում էին, ասում էին, չխնամեցին զավակները եւ տարան կենտրոն։ Այսօր կարծես այդ կարծատիպը կոտրվել է եւ դա նորմալ երևույթ է, այսինքն մասամբ։ Մեր մենթալիտետի մեջ մեկը դա կա, որ զավակները չխնամեցին, բայց պահ գալիս է, որ արդեն էլ հնարավոր չի տանը պահել։ Ի վերջո աշխատում են զավակները, եւ աշխատում են, հետո վտանգավոր է տանը պահելը։
տեսեք ինքը կարա գազը միացնի ու Եվ մոռանա, որ Ու պետք է մոռանա։ անջատել։ կարա ջուրը միացնի։ Դե բազմաթիվ են։ Եվ- Այո։ Եվ հետո կարծում եմ իրականում Իրեն շատ կարող են հստակ ասել- այո, հստակ տարբերություն կա այն դեպքերի, երբ մարդիկ պարզապես պատասխանատվությունից են խուսափում եւ իսկապես որքան էլ կոպիտ հնչի ազատվում են իրենց տարեցներից, չնայած մարդը այդքան լուրջ առողջական խնդիրներ էլ չունի, վստահաբար ցավոք այդ դեպքերն էլ կան, որովհետեւ թե տարբեր կենտրոններից ենք լսում նման պատմություններ, բայց կան նաեւ զուգահեռ այն դեպքերը, երբ իսկապես մարդը հասկանում է, որ չի կարող ամբողջովին տրամադրել այն խնամքը, ուշադրությունը, որը անհրաժեշտ է այդ մարդուն եւ վստահաբար պետք է տարանջատել եւ կարծում եմ հատկապես երբ ինչ որ բան վերաբերում է մեր հարազատների առողջությանը, սա այն դեպքերն է, երբ հասարակության կարծիքը պիտի ամբողջովին անտեսենք։ Ինչով են զբաղվում ձեզ մոտ, ինչ բացի բնականաբար բուժումներից եւ թերապիաներից, որոնց կարիքը կա, ինչպես է գուցե չգիտեմ, ձեզ մոտ գտնվող տարեցների ժամանց է ապահովում, ինչ եք անում, ինչպես է անցնում ձեր օրը։ Տեսեք, առավոտը զարթնում են նախաճաշ, ու լվացվում լողանում նախաճաշ։ Ցերեկային ժամ ունենք, որտեղ որ ըստ օրվա գրաֆիկ ունենք գրված, կամ պարում են, Ահա։ կամ երգում են, կամ արտասանում են, կամ խաղեր են խաղում։ Սենց կրկնելով հերթով գնում ենք։ Այսինքն նրանց համար բացի առողջական առումից նաև ժամանց եք ապահովում եւ վստահաբար հետաքրքիր Որտեղ անցնում։ ինքը մի տեղ է, որտեղ որ ինչքան է վատ լինի, տունը եկեք ընդունենք, որ մենք մեր տատիկ պապիկների հետ ժամանակ Չենք չենք անցնում, այո։ Այո, այդպեսի բան։ Հիմա այդ տեղն է, որտեղ որ այդ մեծ տարիքում փորձում ենք այդ բացը լրացնել։ Վստահաբար ծիծաղելի դեպքեր են, չէ՞, շատ լինում, որովհետեւ մեր տատիկները, պապիկները շատ հաճախ բայց նաև Սիրահարվում ծիծաղել են։ Օ, ունեցել ենք սիրո պատմություններ նաև։ Այո։ Ընկերություններ նոր ձևավորված, ինչ որ Այդ կա։ մեկը կա, որ կարող եք առանձնացնել եւ ներկայացնել մեզ։ Օրինակ սիրո դեպքերի, հա, ահա։ Այս վերջերս էլ եղավ, բայց չեմ։ Ամեն դեպքում մարդկանց անձնական տարածքը պահենք իրենց, իսկ հետաքրքիր է կան տարբերակներ, ներողություն եմ խնդրում, եթե շեշտեցիք եւ չֆիքսեցի, կան տարբերակներ, երբ օրինակ, չգիտեմ, ցերեկային ժամերին կարող են բերել խնամքի որոշում, ասած ձեզ մոտ անցկացվի, բայց շարունակեն զուգահեռ նայել տանը բնակվել, թե ձեզ մոտ Ունեցել ենք այդ դեպքերը սկզբից COVID-ի ժամանակ մեքենա ունենք, որ գնում էինք, բերում էինք։ Հետո հասկացանք, որ չի լինում, որտեղ քաղաքի խցանումներում օրինակ մի հոգի Մալացիա Սեբաստիայից, մի հոգի Ավանից, մի հոգի Էրեբունի վարչական շրջաններից չի լինում ուղակի։ Մինչև գալի հասնում են, լինում է օրվա կեսը արդեն։ Հիմա չկան, որտեղ իրանց հարազատներն էլ այդ նույն խցանումները այսօր պրոբլեմա։ Հայկ եթե մի կողմ թողնենք առողջական խնդիրները, որոնք բնականաբար տարիների ընթացքում առաջանում են, այ որպես մարդ, որ շատ եք շփվում տարեցների հետ, գիտեք նրանց խնդիրները, կարիքները, ամենաշատը ինչի կարիք ունեն մեր մեծերը առօրյա կյանքում, այ ինչ կարող ենք նրանց համար անել, որը ձեզ չեն կանում, ուշադրություն։ Միայն ուշադրություն։ Միևնույնն է առաջին տեղում ուշադրությունն է եւ կարծում տարվա մեջ այս օրը, չգիտեմ, տոն անվանել թե ոչ, այն օրերից մեկն է, որ եւս մեկ անգամ հորդորում է բոլորին ավելի ուշադիր լինել իրենց մեծերի, իրենց տարեցների նկատմամբ։ Շատ լավ, Հայկ, շատ շնորհակալ ենք զրույցի համար, ուրախ ենք, որ մեր տաղավարում եք եւ շնորհակալ ենք նաեւ այն գործունեության համար, որ ծավալում եք։ Մենք հիմա մեր հյուրին կխնդրենք միասին լուսանկարվել, այո, դուք էլ մեկ դաթար եւ վերադառնանք ու շարունակենք։ Vačerov աղջիկ la 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 Քաղցր vačerov աղջիկ la 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 Ողջ աշխարհը մանեկա քեզ պես աղջիկ չտեսա Ես վինու շարմի տղա իմ սրտի հետ մի խաղա Արի բացեր տանդուրը
առաջ կարմիր է La 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 Բոյը դալար բարդի է La 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 Ախ ես քեզ ոչ չսիրեմ Գարնան արևես իմ յար Ես սիրահար պատանի Քեզ բերել եմ մատանի Արի բացեր տանդուրը Ասա բարով ես եկել Ախ ես քեզ ոչ չսիրեմ Գարնան արևես իմ յար Ես սիրահար պատանի Քեզ բերել եմ մատանի Արի բացեր տանդուրը Ասա բարով ես եկել Ախ ես քեզ ոչ չսիրեմ Գարնան արևես իմ յար Ես սիրահար պատանի Քեզ բերել եմ մատանի Արի բացեր տանդուրը Ասա բարով ես եկել Թող աշխարհը իմանա Քեզ տանելու եմ եկել Սուրճ ուսեր առավոտից I never needed you to be strong. I never needed you for pointing out my wrongs. I never needed pain. I never needed strain. My love for you was strong enough, you should have known. I never needed you for judgment. I never needed you to question what I spend. I never asked for help. I take care of myself. I don't know why you think you got a hold on me. And just a little even conversations. There isn't anything for you to say. And my eyes hurt, and shiver. So look at me and listen to me. Because I don't want to stay another minute. I don't want you to say a single word. Hush, 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 hush. There is no other way. I get the final say. Because I don't want to do this any longer. I don't want you. There's nothing left to say. Hush, 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 hush. I've already spoken. All of is broken, baby. Hush, hush. I never needed your corrections on everything from how I act to what I say. I never needed words. I never needed hurt. I never needed you to be there every day. I'm sorry for the way I let go of everything I wanted when you came along. But
defeated. I know next to you is not where I belong. And it's a little late for explanation. There isn't anything that you can do. And my eyes hurt and shiver, so you will listen when I say, baby, I don't want to stay another minute. I don't want you say a single word. Hush, 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 hush. There is no other way. I get the final say, because I don't want to do this any longer. I don't want you. There's nothing left to say. Hush, 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 hush. I'm already spoken. All of this broken, baby. Hush, hush. First I was afraid, I was petrified. Kept thinking I could never live without you by my side. But I spent oh so many nights thinking how you did me wrong. But I grew strong. I learned how to carry on. Hush, 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 hush. I'm already spoken. All of this broken, babe. Oh no, no, I will survive. As long as I know how to love, I know I'll stay alive. I've got all my life to live. I've got all my love to give, and I will survive. I will survive. Hush, 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 hush. There is no other way. I get the final say. I don't want to do this any longer. I don't want you. There's nothing left to say. Hush, 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 hush. I'm already spoken. All of this broken, baby. Hush, hush. Սուրճ ու սեր առավոտից 10:29 րոպե մենք վերադարձանք հանրայինի ուղիղ եթեր եւ կրկին ասում ենք բոլորին բարի լույս Բարի լույս եւ հիշեցնենք նաեւ որ մենք եթերում ենք ոչ միայն FM հաճախականությամբ այլև մեր կայքում almradio.am եւ Facebook-յան էջում Հայաստանի հանրային ռադիո երկու հարթակներում մել ունենք զրուցարաններ կարող եք մեզ մեկնաբանություններ գրել եւ իհարկե զանգահարել ավանդական ճանապարհով 553702 հեռախոսահամարով Երաժշտական դատարի ընթացքում վեգան ընկղմվել էր սպորտային լրահոսի մեջ եւ ոչ միայն հիմա որից ենք սկսում Սկսենք ոչ սպորտային լրահոսից, որովհետեւ Տիգրան վստահ եմ նկատել ես, որ վերջին շրջանում բոլորը քննարկում են երկու ֆիլմ, մեկը դե Spider-Man-ն է, որը վերադարձավ նոր մասով մեծ էկրաններ, մյուսը, որը ամենակննարկված է Քրիստոֆեր Նոլանի Ոդիսականը։ Մարտիկ բոլորը դարձել են կինո քննադատներ, մի մասը գովում են Նոլանին, մի մասին այդքան էլ դուր չի եկել Ոդիսականը, բայց մինչև բոլորը ուշադրությունը կենտրոնացրել են Նոլանի վրա, ինչը իհարկե տրամաբանական է, որովհետև նա Հոլիվուդի մեծագույն ռեժիսորներից մեկն է, զուգահեռ մեկ այլ մեծագույն ռեժիսոր սպառնում է ավարտել կարիերան։ Ինչու։ Այո, խոսքը Ջեյմս Քեմերոնի մասին է։ Ջեյմս Քեմերոնը գիտեք, որ բազմաթիվ լեգենդար ֆիլմերի հեղինակ է, բայց երևի ամենակարևոր Տիտանիկն է նրա, Ավատարները։ Իդեպ Ջեյմս Քեմերոնի հետ կապված մի հետաքրքիր բան ասեմ, որ շատ երկար ժամանակ Տիտանիկը համարվում էր ռեկորդակիր ամենաշատ գումարը վաստակած ֆիլմերի, եւ երկար տարիներ ոչ մի այլ ֆիլմ չէր կարողում, այսպես ասած, գահընկեց անել Տիտանիկին այդ դերից, մինչև Նոլանը նկարահանեց նոր ֆիլմ Ավատարը, որը եկավ եւ գերազանցեց իր իսկ ռեկորդը։ Իհարկե հիմա այլ Ավատարը չէ առաջին հորիզոնականում, բայց ինչևէ, վերադառնանք Նոլանի սպառնալիքին։ Նա ասել է, որ հասկանում է, որ արդեն ժամանակն է իր վերջին գործողությունը, այսպես ասած, պլանավորելու, եւ որ նա հիմա մտածում է, թե ինչով ավարտի, ինչով ամփոփի իր կարիերան։ Նա ասում է, որ դեռ հստակ չի որոշել ինչ նախագիծ կլինի, դե շատ հաճախ վերանայում է իր հին ֆիլմերը եւ փորձում է հասկանալ, թե ինչ տեսակ ֆիլմ նկարահանի, որը մեր ապագա սերունդների վրա լավ ազդեցություն կունենա։ Լավն այն է, որ իմանալով Նոլանին, նա ինքն էլ ներողություն եմ խնդրում Քեմերոնին, նա ինքն էլ խոստովանել է, որ չգիտի թե որքան կտևի իր վերջին ֆիլմը, գուցե դրա նկարահանման աշխատանքները տևեն 2 տարի, գուցե այնպիսի մեծամասշտաբ բան
պլանավորի, որ տասնյակ տարիներ տևեն, բայց ամեն դեպքում այն, որ Նոլանը աստիճանաբար ցանկանում է ամփոփել իր երկարամյա կարիերան, դա փաստ է։ Դե տրամաբանական է հաշվի առնելով, որ վերջերս Forbes-ը նրա կարողությունը գնահատեց ավելի քան $1 միլիարդ, եւ դա ընդամենը 2025 թվականի դրությամբ երևի տրամաբանական է, որ Նոլան դե հերիք է Ջեյմս Քեմերոնին ասեմ Քրիստոֆեր Այդ տեսնում ես ինչ է անում PR-ը, մարքեթինգը։ Այո, եւ Քրիստոֆերը Ջեյմս Քեմերոնը խոստովանել է, որ արդեն ժամանակն է քիչ ավարտի մասին մտածելու։ Այո, դες մենք շարունակենք, ինչ ունենք քիչ անց։ Քիչ անց ունենք մարզական բազմաթիվ նորություններ, բայց մինչև այդ եւս մի երաժշտական դադար։ Սերբ երկու դիջեյների կատարումը կլսենք 2026-ի ամռան թեժ հիթերից եւս մեկը այս պահին Mirko-ից եւ Max-ից There's a Light. more fear, no more pain. The music washed it all away. Now I'm rising, I am free. The rhythms become my sanctuary. There's a light in my soul, pure and true. Everything I need comes shining through. There's a light, can you feel it too? Love has moved in me and you. There's a light in my soul, burning strong, guiding me right where I belong. Every moment, every breath I take, that light is love, it never fades. Oh, it never fades. It never fades. Սուրճ ու սեր առավոտից։ 19:36 մենք շարունակում ենք աշխատասիրով ձեզ համար միասին անցկացնելով ամառային առավոտը։
Եվ ժամանակն է արդեն մարզական նորություններին անդրադառնալու եւ սկսենք հայաստանյան սպորտից, հայկական ֆուտբոլից, մեր փոխ-չեմպիոն Նոան կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում ընդունել է շվեյցարական Սյոնին, խաղն ավարտվեց ոչ ոքի 2-2 հաշվով։ Հաշիվը բացեց Նոայի 29-ամյա պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան, 13-րդ րոպեին պատասխան գոլի հեղինակ դարձավ Ուինսլի Բոտելին Սյոնից, այնուհետև 20-րդ րոպեին 24-ամյա Գոր Մանվելյանը աչքի ընկավ, որից հետո ցավոք Սյոնի 26-ամյա շվեյցարացի պաշտպան Նիաս Հեֆին էլի հավասարեցրեց հաշիվը։ Եվ այսպիսով ոչ ոքի ավարտվեց խաղը եւ պատասխան հանդիպումը Շվեյցարիայում է տեղի ունենալու օգոստոսի 13-ին եւ Սյոնի արգելքը հաղթահարելու դեպքում, եթե կարողանա հաղթանակ գրանցել այնտեղ մրցակցի դաշտում, ապա փլեյ-օֆում կմրցի հոլանդական Այաքսի եւ իռլանդական Շելբուրնի դիմակայության հաղթողի հետ, այնպես որ դեռ շանսեր կան եւ հաջողություն մաղթենք Նոային։ Իսկ մինչեւ պատասխան խաղը տեղափոխվենք արևմտյան ֆուտբոլ, մասնավորապես իսպանական, եւ պատմեմ, որ Վինիսիուս Ժունիորը երկարաձգել է պայմանագիրը Ռեալի հետ, 26-ամյա բրազիլացի հարձակվողը պայմանագիրը նախատեսել է մինչև 32 թվականի հունիսը, նա 2018-ից 18 տարեկանից դեռ Ռեալի կազմում է, 8 մրցաշրջանի է ակումբում մասնակցել է 375 հանդիպման, խփել է 128 գոլ եւ հասցրել է նվաճել 14 տիտղոս։ Այո, 2 չեմպիոնների լիգայում, 3 աշխարհի ակումբային առաջնությունում, 2 UEFA-ի սուպերգավաթ, Լա լիգայի 3 տիտղոս, 1 Իսպանիայի գավաթ եւ 3 սուպեր գավաթ։ Այս պահին նրա ներդրումն այս տիտղոսներում անգնահատելի է համարվում, նա դարձել է ակումբի պատմության ամենահաջող խաղացողներից մեկը, այս մասին հենց Ռեալն է այն հաղորդագրության մեջ նշել, որտեղ հայտնում էր, որ այսպես ասած շարունակում են պայմանագիրը, իդեպ այն ժամանակ Ֆլամենգոյում ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ռեալը 45 միլիոն եվրո էր վճարել եւ բնականաբար չի պլանավորում նրան տալ ինչ-որ այլ մեկի եւ զուգահեռ ամենագլխավոր մրցակցին անդրադառնանք Ռեալի Բարսելոնային, Բարսելոնան էլ Ռոդրիի համար է պատրաստ վճարել 60 միլիոն եվրո, այո։ Ինչ գումարներ են պատտվում։ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար Իսպանիայի չեմպիոնը, ինչպես արդեն նշեցի, 60 միլիոն դոլար է վճարելու, սպասվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը կկնքի 4 տարվա պայմանագիր, տարեկան մոտ 30 միլիոն եվրո աշխատավարձով։ Այո, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոդրին համաձայնության է եկել կատալոնական ակումբի հետ եւ մնում էր ֆինանսական պայմանները հստակեցնեին։ Մանչեսթեր Սիթիից է ձեռք բերելու Բարսելոնան Ռոդրիին, որտեղ ֆուտբոլիստը հանդես է գալիս 2019 թվականին, այնտեղ էլ Ատլետիկո Մադրիդից էր տեղափոխվել։ Հիմա էլ արդեն Բարսելոնայի կազմում ելույթ կունենա։ Մարզաշխարհի գումարները հաշվեցվեգան, իսկ մենք շարունակում ենք։
Սուրճ ու սեր առավոտից։ 10:43 րոպե, ձեզ հետ հանրային ռադիոյի առաջին ալիքն է։ Եվ շարունակելով թերթել էջերը շոու բիզնեսից եւս մեկ անգամ տեղափոխվենք Ռուսաստան, չնայած արդեն Իսրայել, չէ՞, պիտի ասեմ, ոչ թե Ռուսաստան։ Պուկաչովան կարծում Կիպրոսում են բնակվում եւ այո, լուրը վերաբերում է պրիմադոննային, նա ասում են ունի ֆինանսական լուրջ խնդիրներ եւ մտածում է պատկերացրու մի զարմացիր բեմ վերադառնալու մասին։ Իսկապես զարմացել եմ հաշվի առնելով, որ վերջերս տեսանք եւ նա ցավոք նույնիսկ դժվարությամբ էր տեղաշարժվում, իհարկե հրաշալի կլինի, եթե էներգիա եւ ուժ ունենա բեմ վերադառնալու, բայց 77-ամյա Ալլա Պուգաչովան, ով 2022 թվականից ապրում է Ռուսաստանից դուրս, քննարկում է բեմ վերադառնալու հնարավորությունը արտասահմանում ֆինանսական խնդիրների պատճառով։ Պուգաչովայի գումարները քիչ է, բայց նա ուզում է շքեղ կյանքով ապրել, ինչպես նախկինում Ռուսաստանում էր։ Վերջերս նրան առաջարկեցին երկել մասնավոր կորպորատիվ միջոցառմանը $500,000։ Կես միլիոն։ Նա դեռ պատրաստ չէ ելույթ ունենալ առողջական խնդիրների պատճառով, բայց խոստացավ վերադառնալ առաջարկին, հենց որ ապաքինվի։ Հաճախորդը հարուստ մարդ է, նրա ընկերն է, ասում են, եւ հնարավոր է նա կրկին երկի, հայտնում են երկչու ընկերները։ Դե իսկ վերջերս Գալկինին եւ Պուգաչովային բոլորը տեսան Յուրմալայում, նրանք ներկային Լայմավայկուլեի փառատոնին, Պուգաչովան պատմել է, թե ինչու 4 ամիս չէր կարողանում քայլել։ Ես 4 ամիս անշարժացած էի կոնքի կոտրվածքի պատճառով, շատ դժվար էր, ես կարող էի 6 ամիս պարկած մնալ, բայց հետո ինչ որ մեկը եկավ եւ ասաց, որ ամեն ինչ կախված է ինձանից։ Եվ ես դանդաղ սկսեցի նորից ոտքի կանգնել, չնայած ցավին սկսեցի քայլել ձեռնափայտով եւ հիմա դեռ ցավոտ է, բայց ես դանդաղ քայլում եմ, ասել է Ալլա Պուգաչովան։ Երևի կադրերը համացանցում հանդիպել են մեր ռադիոլսողները Գալկինի հետ միասին, թե ինչ տեսք ուներ պրիմադոննան, այո, ձեռնափայտով եւ բնականաբար այն ամենը, ինչն հայտնել է լրագրողներին, մենք արդեն ներկայացրեցինք։ Չգիտեմ, կհաջողվի նրան այս տարիքում կրկին կենթանի եւ այն էլ երկել թե ոչ, ժամանակը ցույց կտա, իսկ մենք վայելենք նրա երբեմնի հիթերից մեկը։ Ты где-то там, а я где-то там, разбросала нас с тобой. Но если тебе станет не по себе, телефон разрывается твой, и катятся твои слезы по моим щекам. И кажется несерьезным, что ты там, а я там. И катятся твои слезы по моим щекам. И кажется несерьезным, что ты там, а я там. Не рады мы, что не рядом мы, но так решили мы вдвоем. Но если в тебя целится беда, то попадает сразу в сердце мое. И катятся твои слезы по моим щекам. И кажется несерьезным, что ты там, а я там. И катятся твои слезы по моим щекам. И кажется несерьезным, что ты там, а я там. Ты там, а я там. Ты там, а я там. Ты снова в пути, а я там, где ты, мыслями и душой. Будь ты на луне, но если плохо мне, телефон разрывается мой. И катятся мои слезы по твоим щекам. И кажется несерьезным, что ты там, а я там. И катятся мои слезы по твоим щекам.
Ուսեր առավոտից։ 19:49 Սուրճ ու սուր առավոտից եւ այն էլ հանրայինի ուղիղ եթերից ամեն աշխատանքային օր ժամը 9:30-ից։ Այո, սուրճը ձեր կողմից, յուրաքանչյուրդ պատրաստում եք ձեզ համար, իսկ սերը փորձում ենք մի ամբողջ եթերաժամ ապահովել մենք հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Լրահոսը դեռ սպառված չէ։ Հաղորդման ավարտին վերջին րոպեներին մենք այս պահին անդրադարձ կկատարենք մայրաքաղաքային երթևեկությանը, խցանումային նիշը այս պահին 7 բալ է։ Խցանումները սկսվեցին բարեգալուստ աշխատանքային օրվա խցանումներին։ Ունենք նաև մեկ ավտովթար Իսակով Պողոտայի վրա արագաչափ սարքից մի փոքր անց, այսպես հարևանությամբ կարելի ասել։ Բնականաբար Իսակով Պողոտան այս րոպեներին գեր ծանրաբեռնված է, այնպես որ սիրելի վարորդներ նկատի ունեցեք։ Աթենքի փողոցն է գեր ծանրաբեռնված դեպի կենտրոն ընթացող հատվածի մասին է խոսքը։ Եվ իհարկե Մաշտոցի Պողոտան, որ կարելի ասել դեպի Հաձկան խանութ հատվածը միակողմանի եւս գեր ծանրաբեռնված է։ Եվս մեկ անգամ հիշեցնենք փոքրիկ փոփոխության մասին, որ Խանջան փողոցում է նախատեսվում ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման շինարարության պայմանավորված դեռ երեկվանից ժամը 21:30-ից մինչև վաղը օգոստոսի 9 ժամը 19 Խանջան փողոցի մանկավարժական համալսանին հարող ուղետարը մինչև Տիգրան Մեծի փողոտ Ախաչմերուկ երթևեկության համար փակ է լինելու։ Սա ֆիքսենք, բարեբախտաբար երկար ժամանակով չէ, ներողություն եմ խնդրում, վաղը չեմ մյուս օրը, այսօր ամսի 7-ն է դեռ։ Սա ֆիքսենք, բայց Տիգրան, եթե քաղաքապետանի հայտնած տվյալները եւ ամսաթվերը ճիշտ լինեն, ապա Կիևյան կամրջի բացվելուն քիչ մնաց, այսօր արդեն ամսի 7-ն է, հուսանք, որ իսկապես ամսի 15-ին կամուրջի աշխատանքները կավարտվեն եւ կբացվի կամուրջը։ Այս պահին Երևանում ջերմաստիճանը ըստ հեռախոսային հավելվածի 26 աստիճան է, բայց ինչպես նշեցինք, օրվա ընթացքում դեռ ել ավելի կբարձրանա։ Տեղումներ մայրաքաղաքում այսօր չեն սպասվում, բայց դե վերջին օրերին եղանակն կանխատեսելի է, չգիտես ինչ կլինի։ Հանրապետության տարածքում եւս առանց տեղումների եղանակ են խոստացել եւ իհարկե կունենանք քամի, երեկոյան քամի, մայրաքաղաքում են խոստացել քամու ուժ գնացում, կվայելենք ամառային զողությունը։ Արի մաղթենք նաեւ հաճելի հանգստյան օրեր մեր բոլոր ռադիոլսողներին, դե իսկ ուրփաթորյա առավոտը ձեզ հետ անցկացրեցին Վեգա Անդրեասյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Մնացեք հանրայինի հետ։ Կհանդիպենք։